Տեսեք, ձեր նշած տրամաբանությունը հուշում էր, որ ընտրություններից անմիջապես հետո պետք է որոշակի ընդվզումներ լինեին։ Անկախ նրանից դա ընդդիմությունը ուզում է, չի ուզում։ Հիշում եք 2008 թվականի մարտին ինչ էր տեղի ունեցել, մինչև մարտը ինչ էր տեղի ունեցել։ Ժողովուրդը համաձայն չէր ընտրությունների արդյունքների հետ։ Ընդդիմությունը որոշեց առաջնորդնել ժողովրդի այդ ընդվզումը։ Ես մի անգամ ես ասում, այդ հարցի պատասխանը իմ մոտ պատրաստ է։ Այսինքն այդ մասին ես շատ եմ խոսել, շատ եմ մտածում նաև։ Չի լինում, որ ինչ-որ ընդդիմադիր ուժ կամ ընդդիմադիր ուժեր երեկոյան հավաքվեն սրճարանում կամ ինչ-որ մեկի գրասենյակում, որոշեն, ասեն ժողովրդին հանում ենք փողոց։ Այդպես չի լինում։ Հայտարարությունները, բայց այդպես է։ Հայտարարություն կարող է ասել, ժողովուրդ կարող է դուրս գալ մի քանի հազար մարդ կամ մի քանի տասնյակ հազար, նշանակություն չունի, բայց նրանք վաղը կգնան տուն։ Ժողովուրդը ինքն է դուրս գալիս փողոց, երբ որ տեսնում է, որ իրեն խաբել են։ Երբ որ տեսնում է, որ իր ձայնը համատարած կեղծիքի կեղծվել է։ Դա տեղի է ունեցել, ասենք 2008 թվականին։ Ես 2008 թվականի եւ դրանից առաջ եղած զարգացումների, բոլոր այդ զարգացումներին մասնակցել եմ շատ ակտիվ եւ վերջերս մի առիթ եղել է հիշել եմ, կարող եմ հենց ձեր եթերում էլ հիշել, 2004 թվականի զարգացումների ժամանակ ես հիշում եմ, որ Մոսկովյան փողոցով ժողովուրդը քայլելով գնում էր դեպի Մատենադարան, որտեղ պետք է ընդդիմադիր լիդերները ելույթ ունենային, եւ ես լսում էի կանանց խոսակցություն, որոնցից մեկը տեղեկացում էր, որ նույնիսկ 1988 թվականի միտինգներին չի մասնակցել։ Բայց ասում է, ես այսօր Նորքի զանգվածից իջել եմ քաղաք, որովհետեւ երեք ժողովրդին ծեծել են։ Նույնը ես կարող եմ ասել 2008-ի հետ կապված։ Երբ մարդիկ դուրս եկան հրապարակ, դուրս եկան լցվեցին փողոց, այնպես չէր թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր ժողովուրդ դուրս եկեք փողոց, ես մի ժամից գալու եմ։ Ոչ բոլորովին։ Մարդիկ հավաքվեցին եւ ընդդիմությունը եկավ սկսեց ղեկավարել այդ շարժումը։ Այդպես է լինում, երբ որ մարդիկ իրենք են վրդովված, երբ որ մարդիկ իրենք գիտեն, որ իրենց ձայնը գողացել են։ Արհեստականորեն հավաքվել եւ մարդկանց կոչ անել դուրս գալ հրապարակ, կարելի է միտինգի դուրս գալ, կլինեն։ Մարդիկ կարող են ես եւ դուք էլ գնալ այնտեղ հանդիպել, զրուցել, բայց երեկոյան տուն են գնալու։ Չի լինելու այն ընդվզումը, որը որ մարդկանց ինքնաբերաբար հանում է հրապարակ, եւ հետո արդեն ընդդիմության գործն է կարողանա հաջողությամբ պսակել այդ ընդվզումը, թե չի կարողանա, կամ իշխանության գործն է ուժով կճնշի դա, թե կընկրկի եւ կառաջարկի ինչ որ այլ զարգացումներ։ Սա է այնպես որ չգիտեմ, հետընտրական այդ զարգացումներ ասածը, որ հիմա մտածում են կհավաքվենք եւ կանենք, չեմ կարծում։ Ինչու՞։ Դե որովհետեւ այն մասշտաբի ընտրակեղծիքներ, որ մասշտաբը որ չեմ ես ինքս չեմ տեսնում, բացի դրանից ճանապարհ կար, կարող էր այս ընդդիմությունը միավորվել նախընտրական փուլում եւ այսօր կգրանցեր մեծ հաջողություն, եթե միավորվեին։ Նրանք նույնիսկ պատրաստում էին միավորվել, հետո չգիտես ինչու առանցին որոշեցին, որ իրենք առանցին հաղթում են։ Ես լավ հիշում եմ, ես իրենց աջակիցների հետ մի քանի հանդիպում ունեցել եմ ինքս նախընտրական, մի քանի օր առաջ ընտրություններից, իմ հարցին ինչ եք մտածում, միանշանակ ասում էին հաղթելու ենք։ Հաշվարկ էր թե ամբիցիա։ Կարծում եմ սխալ հաշվարկ էր։ Ամբիցիայի խնդիր չէ, սխալ հաշվարկի խնդիր։ Կամ ինչ-որ մեկը կանխամտածված նրանց սխալ հաշվարկ էր տվել, կամ իրենք էին սխալ հաշվարկ։ Իսկ միգուցե Երևանում չի որոշվել։ Ես չգիտեմ որտեղ է, բայց բոլոր դեպքերում հաշվարկը սխալ է եղել։ Դա ակնհայտ է, որովհետև իրենք վստահ էին իրենց հաղթանակում։ Բայց այդպես ես զարմացած եմ այն ժամանակ նույնպես ասում ոնց ինչ իմ կողմ սոցիոլոգիական հարցումների, ես չգիտեմ այդ ինչ հարցումներ են եւ ինչպես կարելի էր այդպիսի հարցումների վրա հիմնվելով միավորվել, այո, կարող էր ընդդիմությանը բերել մեծ հաջողություն։ Ես չեմ ասում տալել իշխանություններին կամ ավելին հավաքել, քան կարող էին եւ ավելին, չգիտեմ, բայց որ կունենային իրական իշխանություն, ընդդիմությունը կունենա, իսկ դա կլիներ Հայաստանի շահը։ Ինձ չի հետաքրքրում ընդդիմության հաղթանակը կամ իշխանության պարտությունը կամ հակա։ Ինձ հետաքրքրում է, որ Հայաստանը շահի, իսկ Հայաստանը կշահեր հզոր ընդդիմություն ունենալով խորհրդարանում, այնպես որ միահեծան իշխանություն չլինի, որ որևէ մեկը իր կամքով որոշումներ չկայացնի։ Բայց չհաջողեցին, սա է, չհաջողեցին, պատճառները շատ են, պատճառներից ամենակարևորը, որ առաջատար ընդդիմադիր ուժը քաղաքական պայքարի փորձ անգամ չուներ։
Ասենք Սամվել Կարապետյանի ուժը քաղաքական պայքարի փորձ չունեցող ուժ է, որը փոխանակ քաղաքական պայքարի փորձ ունեցող ուժերի հետ միավորվեր, որպեսզի նրանցից ինքը ուներ ռեսուրս, նրանք էլ պայքարի փորձ համադրեին եւ ինչ որ արդյունք ունենային, դրա փոխարեն որոշեցին, որ ռեսուրսը բավարար է։ Բայց կային մարդիկ, որ ձեր նշած ուժերից էին տեղափոխվել։ Դե հա, բայց դրանք ծանր որոշումներ կայացնողներ էին, արդյոք չգիտեմ։ Այս կազմը արդեն ակնհայտ է, կա։ Տարբերվում է նախորդից։ Չեմ կարծում, որ հիմա տարբերվեն, ընդդիմությունը մի քիչ ավելի շատանում է, բայց ըստ էության շատ բան չի փոխվում, այսինքն այս ընտրությունները, որ բոլորս մտածում ենք, որ ինչ-որ բան պետք է փոխի Հայաստանում, ոչինչ չփոխեց, ընդհակառակը ամեն ինչ թողեց նույնը եւ եթե նույնի կրկնությունը պետք է լինի։ Նկատի ունեք արտաքին օրենտացիան։ Արտաքին օրենտացիայի հետ կապված դա երևի միակ գիծն է, որտեղ ես մի քիչ, ասենք, դեպի արևմուտք ընթացքը Եթե դեպի արևմուտք ընթացքը պետք է պահպանվի եւ տրամաբանված, հաշվարկված քայլերով պահպանվի, ես դա ամենադրականն եմ համարում, ինձ համար անձամբ, ինձ համար ամենադրականն եմ համարում, բայց Փաշինյանի պարագայում ես վստահ չեմ բոլորովին, որ նա առավոտյան չի արթնանա եւ չի ասի, այդպես արդեն եղել է 2022-ի աշնանը մեր խնդիրներն էին լուծվում արևմուտքի հարթակներում, արևմուտքն էր մեզ ողջևորում, արևմուտքն էր միջնորդում, որպեսզի մեր խնդիրները լուծվեին։ Երբ դեռ Արցախ։ Այո, երբ դեռ Արցախը կար եւ մի ժամ տևեց կարծեմ կամ մի կեսօրվա ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ տեղափոխվում է ռուսական հարթակ եւ արդյունքը մենք հիմա տեսնում ենք այդ հարթակում զարգացումների։ Ես չեմ զարմանա բոլորովին, որ Փաշինյանը հանկարծ հայտարարի, որ չէ, մենք շատ էլ լավ գնում ենք դեպի Ռուսաստանի հետ համաչափ եւ համակայլ, որովհետեւ Ես Փաշինյանին չեմ համարում արևմտյան արժեքներ կրող գործիչ։ Ես նրան կարող եմ համարել գործիչ, որը իր շահերից ելնելով ինչ-որ հաշվարկներ, պրագմատիկ թեկուզ հաշվարկների վրա հիմնված արևմուտքի հետ է հիմա համակայլ գնում։ Բայց Հայաստանի որևէ իշխանության չեն ընդունել այնպես արևմուտքում, ինչպես ընդունում են այսօր։ Որովհետև այսօր մենք ունենք արևմուտք ու Ռուսաստան պատերազմ, տաք պատերազմ Ուկրաինայում։ Եվ այդ պատերազմի ֆոնին են նրանք դիտարկում եւ Հայաստանը եւ մնացած հարակից շրջանները, ներառյալ Միջին Ասիա եւ այլն եւ այլն։ Այդ ֆոնին, այդ տաք պատերազմի ֆոնին, այո, Հայաստանի կողմից ամենաչնչին, ամենափոքր քայլը դեպի արևմուտք խրախուսվում է։ Դա Բայց մի բան ուղղակի, որպեսզի միտքը ավելի հասկանալի լինի, Ռուսաստանի շրջապատող եւ Ռուսաստանին բարեկամ երկրների ցանկում, իսկ այդպիսի երկրների ցանկը բավականին մեծ է, Միջինասիական հանրապետություններ, Հայաստան, Բելարուս եւ այլն եւ այլն։ Հայաստանը միակ երկիրն է եղել, որը նույնիսկ Լուկաշենկոն դա չի արել, որը Ռուսաստանի հետ միասին զորամիավորում է ուղարկել Սիրիա։ Սիրիական պատերազմին, հիշեք։ Ուզում եմ ասել, որ Փաշինյանը իր արժեքներով, իր մտքով, իր վարքով նույնիսկ, թեկուզ ընտրությունների նկատմամբ նա շատ ավելի ռուսների նշած հակառուսականությունը մեր, չէ, ինչպես հիմա են ամեն օր ասում, չէ, դա կեղծորակարգ է ռուսական կողմից։ Իմ ասած, ինչ են անում, ինչ են ուզում ստանալ։ Ես կարծում եմ Տեսեք, ներողություն, իրենք անում են, Եվրամիությունը օգնում է, հիմա տնտեսական ինտեգրացիայի լայն ձևաչափ է հայտարարել եւ դա Աստված դա մի քիչ երկար տևի։ Ես դա ինչու եմ ասում, որպեսզի ռուսների քիթը տրորվի մի բան։ Նրանց քիթը կտրորվի, բայց նրանք դա չեն հասկանա, որովհետեւ նրանք անընդհատ բոլոր երկրների հետ նույն սխալները կրկնում են։ Վրաստանի հետ սկսեցին նույն սխալը, նույն քայլերը։ Ոչ մի նորություն նրանք չեն հորինում ռուսները։ Նրանք միշտ հին ճանապարհով են գնում։ Նշանակություն չունի նրանց համար, որ այդ հին ճանապարհը իրենց տարել է անհաջողության։ Տեղի ունեցավ դա Վրաստանի հետ կապված, եղավ Մոլդովայի հետ կապված, հիմա Հայաստանի հետ կապված է այդ նույն բանը։ Նույն խնդիրներն են անում, ձեր գինին մենք չենք ընդունում, ձեր ծաղիկները չենք վաճառում, ձեր միրգը չենք վաճառում, չհասկանալով, որ կա շատ ավելի լավ, ավելի հարմար ճանապարհ, զրուցելը, քննարկելը, համոզելը, հատկապես որ Փաշինյանին համոզելու խնդիր չկա, արդեն ասացի։ Ինքը իր էությամբ շատ ավելի ռուսական է, շատ ավելի պուտինական է իր վարքով։ Հենց թեկուզ ընտրությունների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով, ընդդիմադիրների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով շատ ավելի նման է Պուտինին, քան արևմտյան որևէ գործչի։
իր քաղաքական հակառակորդներին որպես ճշնամի է դիտարկում, այնպես ինչպես Պուտինը, բայց ոչ երբեք այնպես ինչպես Կայա Կալասը, կամ ոչ երբեք այնպես ինչպես ենթադրենք գերմանացի Մերցը։ Լավ, այդ ամենը ասում են, բայց նաև չենք պատկերացնում 5 տարի պետք է աշխատեն, չէ՞, այս կազմը պետք է աշխատի։ Դե կհիշեք, նախկին կազմը առաջի 2 տարին, եթե չեմ սխալվում, լիարժեք 2 տարին իրար ծեծում էին։ Հիշում եք, պարլամենտն սկսում էր ձեռնամարտ, մի պահ ես նույնիսկ հիշում եմ, ես գրեցի, որ բականայք ինչու չեն մասնակցում եւ զարմանալի է, մյուսները կանայք էլ մասնակցեցին ծեծկրտուկին։ Այդ 5 տարուց 2 տարին եղել են ծեծկրտուկ, այնուհետև հայհոյանքներ, այնուհետև ինչ-որ վիրավորանքներ, որոնք ըստ էության Հայաստանի որակն են ցույց տվել աշխարհում մարդկանց օտարների աչքի առաջ։ Հիմա եթե պետք է գնան այդ նույն ճանապարհով, այստեղ ես չգիտեմ, ասում են ընդդիմությունը քննարկում է վերցնել մանդատները, չէ՞։ Իհարկե իմ կարծիքով, դա իմ կարծիքն է իհարկե բոլորովին, իհարկե պետք է վերցնել եւ գնալ քաղաքակիրթ աշխատելու ճանապարհ։ Լավ, այսպես ստացվեց։ Պարտվեցիք դուք։ Հիմա ես չեմ կարող ասել, թե հաղթեց Փաշինյանը։ Ես կարող եմ ասել, որ պարտվեցին նրանք։ Մյուս կողմից էլ ես կարող եմ ասել նաև կամ մտածել, որ նրանք այդքան ձայն չէին ունենա, եթե Փաշինյանը շատ ավելի արժանապատիվ, շատ ավելի քաղաքակիրթ վարեր իր քարոզարշավը։ Շատ հնարավոր է այդ դեպքում Փաշինյանն էլ ավելին ունենար, որովհետև շատ մարդիկ ես գիտեմ, որ հիասթափվում էին Փաշինյանի այդ վարքից, այդ կեցվածքից, իր այդ խոսույթից, իր այդ ոճից մարդիկ հիասթափվում էին եւ բնական է հիասթափվելով անցնում էին մյուս կողմ։ Այսինքն չգիտեմ, բայց կարծում եմ ժամանակն է արդեն առաջին 2022 թվականից հետո մենք ծանր շրջանից հետո մենք պետք է կարողանանք Սահմանադրական դատարանի նիստը 26-ին է նշանակվել, բայց այդ օրը դեռ որոշիչ չէ։ Դե հա, մի օրում չեն որոշի կարծում եմ։ Դե չգիտեմ Սահմանադրական դատարանը ինչ, եթե հանկարծ շրջանից անձամբ հետաքրքրում է ինչով է ներկայացել ընդդիմությունը Սահմանադրական դատարան, հա։ Դե չգիտեմ, ես էլ ինքս էլ դեռ չգիտեմ, դեռ հայտարարություններ էլ չեն արել, տեղեկանքներ էլ դեռ չեն հրապարակել, կլինեն հրապարակումներ, կտեսնենք։